Հիշում եք մեր Տեր Հիսուսը նրանց սենց արտահայտություն արեց։ Գիտեք, Հիսուսը ինչի է շատ խելացի և շատ իմաստուն։ Ուզում եմ միակ բան նկատենք մենք։ Նա ամենալավը գիտեր Աստծուն։ Համաձայն եք։ Ինքը Աստծու մոտ էր եղել, Աստծուն լավ ճանաչում էր, գիտեր, Աստծու մոտից էր եկել, բայց հենց մի բան նկատեք էլի։ Պատանեկան տարիներից տաճարում էր, սինագոգում էր, ինչ էր անում, կարդում էր խոսքը, սովորում էր խոսքը, ու մասին, որ մասին, իրա, որ մեր Աստծու մասին, ամեն։ Ինքը կարար մտածել, որ ինքը ամեն ինչ գիտի։ Կարար ասել, ամեն ինչ գիտեմ, ես ամեն բան գիտեմ, որովհետև ամեն բան ինձանով է եղել, դրա համար ես ամեն բան գիտեմ, ինքը դրա իրավունքն ուներ, բայց սիրելիներս նա գնում էր սինագոգ, գնում էր տաճար, որտեղ կարող էր սովորել իր հոր մասին, որտեղ կարող էր ճանաչել իր հորը ավելի, ու որովհետև նա շատ լավ գիտեր խոսքը, մեկ անգամ Սատանան փորձում էր Հիսուսին, ու գիտեք Հիսուսը չհակաճարեց, ինչ-որ ապացույցներ չվերցրեց, գիտես ես ինչ տեղ լսնենց, այն ինչ տեղ լնենց և այլն, ուղղակի այն խոսքով, որ նա ապրում էր, այն խոսքը, որ նրա մեջ բնակվում էր, այն խոսքը, որ նա գիտեր և սովորում էր, նա ուղղակի հանեց և ցույց տվեց Սատանային։ Այո, մարդը կարող է սոված լինի, բայց մարդը միայն հացով ու ջրով չի, որ կշտանում է, էլի բան կա, որ պետք է մարդու սովը ու ծարավը հագեցնի։ Դա սոբերանն է, դա սոբերանից դուրս եկած խոսքն է։ Հիմա տեսեք, սա վկայում է մի բանի մասին, սիրելիներս, որ մարդ արարածը, մենք մտածում ենք ինքը ունի ջրի կարիք, հացի կարիք, ու պլյուս մինուս A, B, C, D և այլն վիտամինների կարիք։ Նորմալ է։ Բայց արի ու տես, որ մի հատ ավելի կարևոր բան կա, ավելի կարևոր ծարավ ու քաղց կա մարդու մեջ, որ կարող է սա մարդուն սպանի, մարդը չկա, որ ինքը վերա։ Այդ վիտամինները լավ են սիրելիներս, այսօր մարդիկ վիտամիններ են ընդունում, որպեսզի սիրուն տեսք ունենան, առողջ լինեն, էներգիա ունենան և այլն։ Բայց մենք Աստվածաշունչը ինչ ասում։ Ես շատ եմ սիրում Ամոս Մարգարեին։ Հրաշալի մի զորավոր Աստծո մարդ։ Ահա օրեր են գալիս 8-րդ գլխի 11-րդ խոսքը Ամոսի։ Ասում է Տեր Եհովան, որ սով պիտի ուղարկեմ երկրի վրա, ոչ թե հացի սով և ոչ ջրի ծարավ այդ Տիրոջ խոսքը լսելու։ Սիրելիներս, գիտեք Հիսուսը ասաց, որ մարդը կարող ապրի առանց հացի ջրի, բայց առանց Աստծո բերանից դուրս եկած բառերի մարդը չի կարող ապրի։ Ուստեղ տեսեք Աստված ասում է, որ ժամանակ է լինելու երկրի վրա, ու սով եմ ուղարկելու։ Իմ խոսքը լսելու, այսինքն իմ խոսքի կարիքն է լինելու մարդկանց կյանքի մեջ, մարդիկ դրա կարիքն են ունենալու, բայց չի լինելու դա, սով է լինելու, Աստծո խոսքի։ Այսօր մենք տեղում եմ սիրելիներս, մարդիկ այնքան հագեցած են կյանքով, այնքան լծված է մարդկանց կյանքը, որ իրանք նույնիսկ չեն նկատում, որ մի հատ տեղ կա, որ ծարավը Աստծո խոսքի, ծարավը Աստծո բերան, քաղցուն, ու գիտես սիրելիս, ամեն մարդ, ինքը որոշում է, ինչքան ջուր խմի։ Երբ որ ես ծարավ եմ, ես կարող եմ խմել մեկ բաժակ, ես կարող եմ խմել երկրորդ բաժակը, ես կարող եմ ծարավ լինելուց ուղղակի կում անել, ես ինքս որոշում եմ, ինչքան ունեմ ծարավ ես ջրի կարիք։
ինքս որոշում եմ ինչքան քաղցի կարիք ունեմ։ Ու մենք ամենքս սիրելիներս, մենք որոշում ենք, մենք ինչքան քաղց ունենք Աստծո հանդեպ։ Մենք ինչքան ծառայ ունենք Աստծո հանդեպ։ Ինչքան մենք կարիք ունենք, ինչքան մենք կարիք ունենք Աստծո, ինչքան մենք ծառայ ունենք Աստծո։ Ու դա դեսում ամես։ Ու գիտեք, մարդիկ այսօր ապահովված լինելով, իրենց կյանքը ապահովված լինելով, որ առատա, ձեթը, յուղը, ամեն ինչ ուտելիք առատա, մանդարինը ձմելու կետ կարող ես ուտել, այս որ մանդարինը ձմելու կետ կարող ես ուտել, նշանակում է, որ այդ պամիդորի համար սեզոն չկա, ամեն ինչը երբ ուզում են մարդիկ աճացնում են և ուտում են և այլ, բայց հիմա տեսեք Հոբի մեջ ինչ ասում, Հոբի 24:11-ը։ Իրանց պատերից շրջափակի մեջ ձիթահյուր են անում, հնձաներ տրորում, բայց ծարավ են անում։ Հասկանում, մենք կարանք հագեցած լինենք մեր կյանքի մեջ, մենք կարանք ամեն բան ունենանք, կարա մեր շտեմարանները լիքը լինի, կարա մեր փորը կուշտ լինի, այսպես ասած, ոչ մի բանի պատերից յուղը կատում է, այսինքն ինչն է մարդու ապրուստի համար հիմնական պետք, յուղն ու հացը, ունեն մարդիկ, ունեն, բայց ծարավ, ներսը ծարավ, որովհետև գիտեք այն ինչ որ պետք է լցվի Աստծուց, ի սկզբանե Աստված մարդուն հենց ստեղծել։ Ու այսօր եթե մարդը այդ ծարավը չունի դեպի Աստված, նշանակում է, որ ինձ հետաքրքիր չի։ Գիտես, մենք կարանք Աստծուն ասենք մեզ հետաքրքիր չես։ Իհարկե մենք չենք կարող ուղիղ կանգնենք ու ասենք, գիտես, դու ինձ հետաքրքիր չես։ Երբեք ոչ մեկ էլի չի կարողանում։ Նույնիսկ անհավատը, նույնիսկ աթեիստը չի կարող այս բանը։ Որտեղ բոլորն էլ հավատում են, որ կա ինչ-որ գերբնական, տիեզերական և այլ, ասենց ինչ-որ ազդեցություն, զորություն, ուժ և այլ, բոլորը նույնիսկ աթեիստներ են։ Բայց հիմա տեսեք, սիրելիներս, ավելի հեշտ է մարդուն հավատա, որ ինչ-որ այտենց և այլն ուժեր կա, քան հավատա, որ այդ զորության ուժերից մեկը ամենազորավոր էլի Սուրբ Հոգին է։ Հասկանում եք, այսօր մարդիկ վերցնում են կախարդություններ են անում, աջ ու ձախ և այլն ինչ-որ չար ուժեր են բաց թողում և այլն մտածելով ու հավատալով դրան, այդ ուժերը թույլ են տալի, որ գործի մտնեն, գործ անում։ Բայց գիտես, որ մարդուն ասում ես, որ կա Սուրբ Հոգու զորության ուժ, որ կարա բժշկի, կարա կապանքներ քանդի, կարա արձակի, կապանքները, մտքի, հոգու, սրտի, չարի, կախարդությունները, անեծքները, ամեն բանը կարա քանդի, ու կարա օրհնություն նաև այդ զորության ուժը բերի քո կյանքի մեջ, մարդը մի քիչ նայում է ինչ ասում է։ Հասկանում եք, հիմա տեսեք, եսի արդեն խոսում եմ մարդու այդ ծարավի ու քաղցի, ես շատ եմ նկատել, գիտեք, մարդիկ ովքեր որ ունեն այդ փափագը ունեն դեպի Աստված, նրանք պատասխան ունեն իրենց կյանքի մեջ։ Ոնց որ Սաղմոսի մեջ, Սաղմոս գրողը սենց կասի, նայեք սիրելիներս, ինչպես երջերում 42 առաջին խոսքից, Սաղմոս 42, խնդրեմ, որ բացեք, ռուսերենում չգիտեմ հետ առաջը, չէ, ռուսերենում նույնը չի։ Քառասուն մեկն է երևում։ Ինչպես որ երջերում փափագում է ջրերի առուների, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ ով Աստված։ Երջերում փափագում է ջրի, ինչի համար, որ էներգիա վերցնի, որ զորություն վերցնի։ Երջերում ջուրը խմում է, որ ինչ անի, որ կյանքը շարունակի, ծարավը հագեցնի, որ զորություն առնի,
Եվ երկրորդ խոսքը իմանձը ծառավ է Աստծուն, կենդանի Աստծուն, երբ կգան եւ նրա երեսի առաջին երևան։ Սիրելիներս մենք հասկանում ենք մենք որպեսի շարունակենք ապրել, որպեսի շարունակենք առողջ ապրել։ Նաեւ հոգեվոր մարդ, ես խոսում եմ հոգեվոր անձի մասին, շատ կարևոր է, որ մենք այդ ծառավը հագեցնենք, հոգեվոր անձի ծառավը հագեցնենք։ Գիտեք, հաճախակի 30 տարի ամուսնացած եմ ու հաճախակի ինձ մեկ էլ մնաց ինձ ճիչ արի տանիչ։ Բայ մամա ջան, ասում ինչ եղավ։ Ամալյան նայեց ինձ։ Ինչ արարեցի։ Մարդը ինչ պիտի անի, երբ որ կինը բայ մամա ջան ասում այսօր Աստվածաշունչ չեմ կարդաց։ Այլ դու մտածում եմ ասում հա դե լավ չես կարդացել, վերց կարդա կամ վաղ կարդաց, դե հասկանում եք սիրելիներս, սրտի տագնապը, հասկանում եք, վախենալու է այդի, վայ մամա ջան, ինչի համար է անհանգստանում, ինչի համար է տագնապը, ինչի համար, որովհետև ծարավ կա, որովհետև փափակ կա, Երջերում երնիկը, որ ինքը շտապում է, որ ինքը փափագում է այդ ջրերին, ինչի համար, որտեղ պիտի եթե ինչ-որ բան ուշացրես, կարող է հետևանքներ լինի։ Հասկանում եք կենդանի է, ինչ-որ բան մտածում է ու գիտի ու իմաստություն է դա։ Ու սիրելիներս ես զարմանում եմ, որ քրիստոնյաներին դա չի անհանգստացնում, որ նրանք կարան օրերով, նույնիսկ ամիսներով ծարաված, չորացած լինեն ու փափակ չունենան խմելու։ Սիրելիս, եթե քո սրտի մեջ, քո մտքի մեջ ու քո մտքի մեջ պինդ ունենաս, այդ ծարավի զգացումը, Աստծո խոսքի, այդ փափագը ունենաս, վստահ է, Աստված խոսալու է քո հետ։ Վստահ է։ Գիտես ինչ, Աստված իր բերանը չի բացելու քո կյանքի մեջ, քանի դու չես ստացում իր բերանը դա Աստվածաշունչը։ Քանի դու չես բացում Աստվածաշունչը, Աստված չի կարող խոսալ քո կյանքի մեջ։ Մենք ուզում ենք Աստված լինի մեր կյանքում։ Ով է ուզում։ Գիտեք, Աստված էլ է ուզում որ լինի մեր կյանքում, շատ է ուզում լինի մեր կյանքում։ Բայց գիտեք, Աստված չի ուզում մեր կյանքում լինի կախարդական հայրիկ։ Չի ուզում Աստված լինի նրա համար մեր կյանքում, որ դժվարություն եկավ, անիք Աստծուն ու ասենք, հոպ, դժվարություն խոնարհվեցի։ Չի ուզում դրա համար լինի։ Ուզում է ինքը լինի, ոնց որ մամաս ասում, պապ ջան։ Գիտեք, ես ուզում եմ օրինակ բերեմ մայրիկիս, ուղղակի փառք Աստծու իր համար, ինչքան ես հիշում եմ փոքր տարիներից, Աստվածաշունչը իր կյանքն է եղել։ Գիտեք, ես նույնիսկ եթե պատմեմ ինչ դժվարություններ ա տեսել, ինչ դժվարություններով անցել, ես մի մարդու մասին եմ վկայում, ով ապրել է Աստծո հետ։ Ու մենք իրավունք ունենք Աստծո փառքը վկայենք մեր կյանքի մեջ։ Մենք դրա իրավունք ունենք, որտեղ դա վերապրել ենք։ Ու ես որն է հետաքրքիր է, որ միշտ ինքը կարդում էր Աստվածաշունչ, ու միշտ դժվարությունները երբ որ գալիս էին, ինքը համարձակ էր, ինքը հստակ էր։ Գիտեք, ես նույնիսկ չեմ կարող, իհարկե իր սրտի մեջ վախը եղել է, տագնապ եղել է, անհանգստություն եղել է, բայց ես նրա կողքին, նրա երեխան լինելով, ես չէի նկատում
ոչ մի բացասական բան։ Ես մենակ տենում էի, թե ոնց է ինքը վստահում, ոնց է ինքը հստակ, ոնց է ինքը հավատում ու ոնց է ինքը հաղթող։ Ու էսի, ասում եմ, ինձ որպես երեխա ցույց է տալի մի բան, որ կանգուն է ամեն բան Աստծո մեջ։ Ոչ մի բան չի տատանվի, ոչ մի բան չի քանդվի, ոչ մի բան չի փլուզվի, որովհետև դու Աստծո մեջ ես։ Գիտեք, հայրս 50 տարուց ավել է ինքը առողջական խնդիրներ ունի։ Ես մտածում եմ, որ Աստծո համար խնդիր չկա, որ հենց առաջին անգամ է, որ նա աշխարհից Աստված իրան բժշկեր, չնայած որ շատ բժշկություններ ա եղել իր կյանքի մեջ, բայց շատ դժվարություններ ա, փորձություններ ա եղել անցել։ Բայց դից հրաշքավոր նա, որ 50 տարի մարդը առողջական խնդիրներ ունի ու 50 տարի ապրել առողջ մարդու պես։ Էսի հասնում եք, էսի ես գիտեմ, որ սա փափագն է պահել։ Նրան փափագն է պահել, ծառավի փափագը, որ մենք Աստված ունենք, որովհետև մենք նրան կարիք ունենք, որովհետև մենք փափագում ենք հասնենք նրան, փափագում ենք կպնենք նրան, փափագում ենք լսենք նրան, փափագում ենք հանդիպենք նրան։ Ու գիտես, երբ որ դու Աստծո խոսքի մեջ ես, Աստծո խոսքը քեզ պաշտպանության շրջանակ է, օղակ է դառնում։ Ու ինչքան ալիքները բարձր մեծ լինեն, մեկը քո օղակը հաստատում է, դու կմնաս ալիքների վրա։ Չես խորտակվի, որովհետև քո օղակը հաստատում է։ Սիրելիներս, մի բան ասեմ, երկրի վրա, որ երկրաշարժ է լինում, ամեն բան քանդվում է, չէ՞։ Քանդվում է։ Երկրաշարժ տեսնողները ինչ կասեն։ Ամեն բան հիմքից քանդվում է։ Ու գիտեք, երկրաշարժը հենց ինքը խոսում է, որ երկիրն է շարժում, ոչ թե երկինքը։ Այ եթե դու երկնքի հետ կապերի մեջ ես, այ եթե երկինքն է քո փափագը, այ եթե դու երկնքի օրենքներով ես ապրում, այ եթե դու երկնքի հետ կապված այդ ֆիզիկական, զորության ուժերի մեջ ես ապրում, քո մոտ ոչ մի բան չի քանդվում։ Ոչ կրիչից, ոչ հիմքից, ոչ էլ մեջտեղից, ոչ մի քար չի լինում։ Որտեղ երկնքում Տիրոջ գահը հաստատուն է, որ գահը հաստատուն է ու ոչ մի բան չի շարժվում։ Դրա համար սիրելիս, եթե մենք փափագում ենք Աստծուն, եթե մենք փափագում ենք ու փնտրում ենք Աստծուն, մենք ունենանք հատուցում։ Աստծո կողմից նա կգա ու կհագեցնի մեզ։ 63 Սաղմոս առաջի խոսքը եկեք կարդանք։ Հիմա տես, առավոտյան ով աղոթք կանի սիրելիս այսպես։ Առավոտյան մենք Սաղմոսի հեղինակը ասում, ով Աստված, դու ես իմ Աստվածը, առավոտած քեզ եմ անգալիս, հոգիս ծարավ է քեզ համար։ Մարդինս քեզ է ցանկանում ցամաք եւ ծարավ երկրում, ուր որ ջուր չկա։ Այս աշխարհը, այս երկիրը, սերերներս, այս հոգսերը, այս կյանքը նման է մի անապատի, նման է մի դժվար կյանքի, մի ցամաք անապատի։ Ու հասկանում եք, հենց այդ անապատի մեջ, այդ չորության մեջ կարիք կա, որ մենք փնտրենք Տիրոջը։ Կարիք կա, որ մենք ցույց տանք, որ Աստվածին այդ դժվարությունների մեջ, այդ ծանրությունների մեջ, այդ անելանելի վիճակների մեջ ես հենց առավոտից բացում եմ իմ աչքերը ու փնտրում եմ քեզանից իմ օգնությունը։ Ցանկանում եմ, որ այս ցամաք ծարավ տեղերում
այս դժվարությունների մեջ դու գաս ու հագեցնես ինձ, դու գաս ու լրացնես ինձ։ Ու գիտեք, Աստծո պատասխանը չի ուշանում։ Աշխարհը հիմնականում ինքը ինչ է, մոլորված անապատ է, սիրելիներս, անապատի մեջ չորությունն է, ցամաքը, ու քեզանից ինքը ինչ է տանում, մենակ տանում է քո էներգիան, չորությունը, ցամաքությունը քեզանից մենակ վերցնում է, քեզանից վերցնում է քո ապագան, քեզանից վերցնում է քո ուժերը, որ դու չշարունակես, չկարողանաս շարունակել, թմրացնում է քեզի, որ պոկի քո արմատից, պոկի քո ջրի աղբյուրից։ Սաղմոս 107-ը, 3-րդ խոսքից, որ նրանց ժողովեց երկրներիցը, տեսեք, տարբեր դժվար պայմաններից, կապ չունի, թե դու ինչ սոցիալական իրավիճակում ես, կարգավիճակում ես, ինչ հնարավորությունների մեջ ես, ինչ աշխատանքում ես, ինչ հնարավորություններ ունես, կապ չունի։ Տերը ժողովեց երկրներիցը, արևելքից, արևմուտքից, հյուսիսից և ծովից, որ նրանք մոլորված էին անապատումը, անջուր ճանապարհումը, որ բնակվելու քաղաք չգտան, սոված և ծարավ էին, և նրանց անձերը թուլացած իրանցում, և նրանք դեպի Տերն աղաղակեցին, և իրանց նեղությունումը, և նա փրկեց նրանց իրանց վշտերիցը, և առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհներով, որ բնակվելու քաղաք գնան։ Հիմա տեսեք, սիրելիներս, ամենքս ունենք մեր ճանապարհները, ամենքս ունենք մեր դժվարությունները, ամենքս մեր, ոնց ասած, կարանք ասենք, մեր մոլորված կյանքի մեջ, մեր խնդիրների մեջ, վճճված մեր հոգսեր ունենք, բայց Տերը ասում է, ես ամեն մեկին հավաքում եմ, ամեն մեկի համար, ամեն մեկի նեղությունների համար ես ունեմ պատասխան։ Ու ես ասում եմ, ամեն մեկին տանում եմ մի տեղ, հասկանում եք, Աստված ուղղակի չի հավաքում, ուղղակի չի լրացնում մեր քաղցը, մեր ծարավը ուղղակի չի լրացնում, ինքը ուզում է ինչ-որ բանի հասցնի, այդ կյանքը տալով, կյանքը շարունակելով, Աստված, որ մեր կյանքը շարունակում է, մեր անձը, մեր հոգևոր, չէ՞, եւ մենք ուղղակի մեր օրինակ ֆիզիկական կյանքը, որ մենք սնվում ենք, ինչի համար է դա, որպեսզի կյանք հասցնենք մեր անձը 70, 80, 90 տարիներին, չէ՞, ինչ-որ նպատակի հասցնենք։ Ու ինչ, որ հասանք 80 տարի, ինչ, որպեսզի ինչ-որ կյանքի ընթացք անցնենք, ինչ-որ բաներ տենանք, վայելենք եւ այլ կյանքի քաղցություններ եւ այլ, չէ՞։ Հիմա նայեք, Աստվածը նույն բանը, ինքը ասում է տարբեր պարագաներից, տարբեր իրավիճակներից, տարբեր ընտանիքներ, տարբեր հոգսեր, բայց որ ասում է թույլ տակ ձեր ծարավը ես լրացնեմ, ես ձեզ տանելու եմ մի վայր, քաղաքաբնակ վայր, այսինքն որտեղ դու կարող եք բնակվել, որտեղ դու կարող եք հաստատություն ունենալ, Աստված աննպատակային չի լրացնում մեր ծարավը, Աստված նպատակային է անում, նպատակային է մեզ անապատից անում, որ մեզ հասցնի նպատակին, մեզ հասցնի խոստումքին, սիրելիներս, ինչի համար է Տերը մեզ ուզում հասցնի խոստումքին, որպեսզի շարունակի լրացնի մեր ծարավը, շարունակի լրացնի մեր քաղցը։ Գիտեք, մի օրինակ եմ ուզում հիշեմ Աստվածաշնչից, երկու հերոսների, Աբրահամին ու իր եղբոր որդուն Լոթին։ Շատ հետաքրքիր պատմություն, երկուսն էլ արդար էին Աստծո առաջ, Լոթն էլ Լոթի մասին կարդում ենք արդար էր, չնայած ապրում էր Սոդոմ Գոմորի մեջ, բայց պահում էր իր արդարությունը։ Աբրահամը կներեք, ապրում էր հարևան տարածքում, Քանանի երկրում էր ապրում, ինքն էլ էր արդար ու արդարության մեջ։ Հիմա տեսեք ինչն է հետաքրքիր, երկուսն էլ արդար էին, բայց Աստված մեկի հետ է շփվում,
Աստված մեկին է պատմում իր ծրագրերի մասին, իր տեսիքների մասին։ Սիրելիներս, Ծննդոց 18-րդ գլխից են պատմում, 17-րդ խոսքից։ Աստված իր հրեշտակներին ուղարկեց 18-րդ գլխում հրեշտակներին ուղարկեց եկան հրեշտակները Աբրահամին ասացին, որ են խոստումը, որ ես քեզ ասել եմ, որ դու զավակներ ես ունենալու եւ այլն, մի տարի հետո կունենաս որդի, ոչմ իր հարցերը լուծեց, ու հետո արդեն ասում է ժամանակն էր, որ պիտի գնա, մեկ էլ Աստված ասեց, ինչի ախր իմ Աբրահամից, իմ Սարայից հացնեմ իմ ծրագրերը Սոդոմ Գոմորի համար։ Ու հայտնեց Աբրահամին իր ծրագրերը, ինչի համար, որովհետև Աբրահամը արդար էր եւ ընդունում էր Աստծո իրավունքները։ Եվ Տերը ասաց, միթե ես Աբրահամից կծածկեմ այնինչ անելու եմ։ 18-րդ խոսք, թերթս։ Ընդ որում Աբրահամը մի մեծ ու զորավոր ազգ է լինելու եւ երկրի բոլոր ազգերը նրա անունով օրհնվելու են։ 19-րդ խոսք։ Որովհետև ես ճանաչեցի նրան, որի որդիներին եւ իրենից հետո իր տանը կպատվիրի, նրանք էլ Տիրոջ ճանապարհը կպահեն արդարություն եւ իրավունք անելու համար, որպեսզի Տերը Աբրահամի վրա բերի այն, ինչ ասել է նրան։ Հիմա տեսեք, Աստված խոստում ուներ Աբրահամի համար, չէ՞, Աստված ասել է, ես կլրացնեմ քո ծարավը, ես քո քաղցը կլրացնեմ։ Հիմա տեսեք, նույն բանը Ղովտ է գիտեր, Ղովտի համար ուներ, տեսեք, Ղովտը մի բան եկավ, որ ինչի ինքը Աբրահամի հետ էր դուրս եկել, չէ՞, սկզբից որ Աստված կոչ արեց Աբրահամին, Աբրահամի հետ էր դուրս եկել։ Հիմա տեսեք, աշխարհային օգուտ մի օր Ղովտի մեկ էլ Աբրահամի հորիներն եկան, ասեցին, մեր հորտերին չի հերիքում արոտավայրը ու կրվել են իրար հետ, Աբրահամի ու Ղովտի հորիները։ Հասկանում եք, խնդիր չկա, կարող եք առանձնանալ։ Ղովտը ինչ անում, աչքին ասում է նայեց բարվոք վայրերը, կանաչապատ լավ տեղերը ու ընտրեց այդ տեղը։ Աբրահամն ասաց իմ օրհնությունը ոչ թե այդ կանաչ այս աշխարհի հնարավորություններն է, իմ օրհնությունը աստվածավախությունն է։ Ուզում եմ նկատեք սիրելիներս, արդարություն եւ իրավունք անելու համար։ Ու նայեք Աբրահամը մի բան ուներ իր մեջ, որ ինքը սովորացնելու էր իր զավակներին, մի քիչ առաջ, իր որդիներին ճանաչել էր տալու իր Աստծուն։ Իր սիրելիներս, եթե ես այսօր իմ կյանքի մեջ չունեմ ինչ-որ բան, եթե ես այսօր չունեմ Աստված ու շփում Աստծո հետ, ես ինչը կարամ փոխանցեմ իմ երեխուն, ես ինչը կարամ սովորացնեմ իմ երեխային, ինչը կարամ ցույց տամ, որ ճանապարհը կարամ ցույց տամ, եթե այդ ճանապարհը ինքս չգիտեմ։ Հասկանում եք, իրավունքները, որ ես Աստծո չգիտեմ, ո՞նց սովորացնեմ իմ երեխաներին, իմ սերունդներին, եթե Աստծո իրավունքները ինձ հայտնի չեն։ Ինչի հայտնի չեն, որովհետև ես դրա կարիքը չունեմ։ Ես չեմ սովորում, ես ծարավ չեմ Աստծո խոսքին, որովհետև ես դրա կարիքը չունեմ։ Ես ջուր չեմ խմում ամեն անգամ։ Օրվա մեջ կարող ես խմել 2-3 լիտր, նա։ Դու չես խմում 30 լիտր, որովհետև 30 լիտրի կարիք չունես։ Սիրելիներս, ինձ հարց է տալիս մեկ ասում, դու քանի անգամ ես կարդացել Աստվածաշունչը։ Գիտեք, ես սխալ եմ համարում այս հարցը։ Քրիստոնյան պիտի չասեն քանի անգամ ես կարդացել Աստվածաշունչը։ Քրիստոնյան պիտի ասեն դու ապրում ես Աստվածաշունչով։ Հասկանում եք, մենք պիտի չհաշվենք քանի անգամ կարդացինք։ Աստվածաշունչը առաջ անգամ որ կարդացել եմ ամբողջությամբ 3-4 ամիս է։ Առաջին անգամ այդ ծարավով ուտում էի ես այդ բառերը։ Հասկանում եք սիրելիներս, հիմա տեսեք, եթե ես ծարավ եմ Աստծո խոսքին, եթե ես
Այդ արդարությունը ունեմ Աստծուց, ու նրա խոսքում ունեմ իմ կյանքի մեջ։ Ես ամեն անգամ խմում եմ, որովհետև դա ամեն անգամ ներասում է ինչը չորությունը։ Ես Աստծո խոսքը վերցնում եմ իմ կյանքի մեջ, ուտում եմ այն, խմում եմ այն, բայց ժամանակը գալիս որ հետո չորանում է։ Ես ջուրը խմեցի եմ, այդ ջուրը ծարավս հագեցեց, բայց ինչ-որ ժամանակի համար։ Մենք լսում ենք, վերցնում ենք Աստծո խոսքը, այն ինչ-որ ժամանակի համար է, սիրելիներս։ Բայց ժամանակ է գալու, որ ուրիշ խոսք է պետք լինելու։ Հարցեր են լինելու մեր կյանքի մեջ, որ ուրիշ խոսք է լինելու։ Հասկանում եք, 3 անգամ Սատանան Հիսուսին փորձեց անապատի մեջ, դժվարությունների, ծառայությունների, առօրյայի, կենցանի 3 անգամ էլ Աստծո խոսքով։ 3 անգամ էլ Աստծո խոսքով փորձեց Հիսուսին։ Ու 3 անգամ էլ գիտեք, Հիսուսը ինչ արեց։ Աստծո խոսքով էլ պատասխան տվեց։ Սիրելիներս, եթե կա ծառա, դա միայն ջուրը կարող է հագեցնել։ Եթե կա քո հոգևոր անձի մեջ ծառա, դա միայն ջուրը կարող է հագեցնել։ Եկեք Եսայա 63-ը բացենք։ Տասերորդ խոսքը։ Նրա համար Տեր Եհովան այսպես է ասում. ահա իմ ծառաները պիտի ուտեն, բայց դուք պիտի սոված մնաք։ Ահա իմ ծառաները պիտի խմեն, բայց դուք պիտի ծառա մնաք։ Ահա իմ ծառաները պիտի ուրախանան, բայց դուք պիտի ամաչեք։ Գիտես, Աստված իրաններին առանձնացնում անկումից, ամբարիշտները ովքեր են սիրելիներս, ովքեր որ Աստծո իրավունքները չունեն իրենց կյանքի մեջ։ Այ ժամանակ է գալու Տերն ասում է, որ ես իմ ծառաներին առանձնացնելու եմ, ու երևալու է, ինչի համար, որտեղ դրանք իրանն է, որտեղ ինքը տարբերություն է։ Ուրիշտեղ ասում է, որ կտենան իմ ծառայի ու ամբարիշտի տարբերությունը։ Ամեն, մեր Աստված անվարձարակույց երբեք չի մնա։ Ապստամբները, սիրելիներս, Աստծո ծառավ չլինելը, Աստծո խոսքի ծառավ չլինելը, Աստծո չփափագելը, նրա խոսքին չփափագելը սա ապստամբություն է Աստծո առաջ։ Սա ապստամբություն է Աստծո առաջ։ Մատթեոս 5:6-ում Հիսուսը տեսեք, դրան քարոզը հիշում եք, երանելիների շարքը։ Նայեք մի բան ասում Հիսուսը երանելիների մեջ, 6-րդ խոսքը։ Երանի նրանց, որ սոված են եւ ծառավ են արդարության, եւ նրանք կշտանան։ Սիրելիներս, եթե ես փափագ ունեմ իմ սրտի մեջ, որ իմ քայլերս, իմ գործերս այնպես դասավորեմ, որ արդարություն լինի մեջ է, հասկանում եք, սա խոսում է նրա մասին, որ ես ծառավ եմ Աստծո խոսքին, որ ես փափագ ունեմ, որ ես ձգտում եմ իմ կյանքի մեջ, այնպիսի գործեր անեմ, այնպիսի քայլեր անեմ, ոչ թե ոնց որ ինձ աշխարհն է թելադրում, ոնց որ անապատի ճգնաժամն է ինձ թելադրում, այլ հակառակ դրա։ Տեսեք ինչ ասում հեսա հիշեմ Նեհեմիան, եկեք տենենք Նեհեմիան 9-րդ գլխում ինչ ասում։ Անապատի մեջ, դժվարությունների մեջ, ճգնաժամ, հասկանում եք, այն ճգնաժամը, որ Աստծո ուղղության ժողովուրդը անցավ անապատի մեջ, հաստատ այսօր Ֆրանսիայի Բորդո քաղաքում այդպիսի ճգնաժամ չունենք մենք, բայց տեսեք Աստված ինչ արեց, եւ քո 9-րդ գլխի 20-րդ խոսքից կարդամ։ Եվ քո բարի հոգի տվի նրանց իմաստուն անելու համար, եւ քո մանանան չարգելեցի նրանց բերանիցը, եւ ջուր տվի նրանց ծառավելից, եւ 40 տարի նրանց կերակրեցիր անապատումը, նրանք պակասություն չունեցան, նրանց հանդեսները չմաշվեցին, եւ նրանց ոտքերը չուռեցին,
Եվ նրանց տվիր թագավորություններ եւ ազգեր, եւ նրանց բաժիներ տվիր սահմաններով, եւ նրանց ժառանգեցին Սեհոնի երկիրը եւ Եսեբոն թագավորի երկիրը, եւ Բասանի ով թագավորների երկիրը, եւ նրանց որկանցը շատասի երկնքի աստերի չափ, եւ նրանց բերիր այս երկիրը, որի համար ասել էին նրանց հայրերին, որ գան եւ ժառանգեն 24-րդ խոսքի, եւ նրանց որդիքը եկան ժառանգեցին այս երկիրը, դու նվաճեցրիր նրանց առաջին այս երկիրը բնակիչներին, կանանացիներին, եւ նրանց ձեռքը մատնեցիր նրանց եւ նրանց թագավորներին եւ երկրի ազգերին, որ իրանց հաճության պես անեին նրանց, եւ նրան ամուր քաղաքներ եւ պարարտ երկիր հաղթեցին եւ ժառանգեցին ամեն բարիքով լիքը տներ, փորված ջրհորներ, այգիներ, ձիթենիներ, պտղաբեր ծառեր, առատորեն, եւ նրանք կերան կշտացան եւ պարարտացան եւ զվարճացան քո մեծ բարիքներով։ Հասկանում եք, տեսեք, Աստծո վստահողը ունի մենակ ձեռքբերումներ։ Ով որ Աստծո կողմից ընտրված է եւ նա հետևում է նրա արդարությանը եւ նրա իրավունքներին, ով որ վերցնում է նրա խոստումքը, նրան սպասում է օրհնություններ։ Կարող ես ապրել դժվարություններ քո կյանքի մեջ, բայց պարտություն չես ունենա։ Դու կանցնես քո կյանքը ու ոչ մի օր պարտություն չես ունենա։ Դժվարություններ կլինեն, բայց այդ դժվարությունները կօգնեն, որ դու ավելի փառավորվես Աստծո հրաշքներով։ Հիմա սիրելիներս մի քիչ պիտի արագացնեմ, որպեսզի մենք հասցնենք սուրբ հաղորդություն անենք։ Գիտեք, մի բան ասեմ, չորացածների համար նույնպես արդյունք կա, ապագա կա։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ միտեղ կա, որ բերանը լայն է բացում չորացածների համար։ Դժոխքը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ես չեմ կարող ձեզ չասեմ ճշմարտությունը, որ եթե մարդը Աստծո ծառայ չունեցավ, ինքը ապագա ունի։ Որ մարդը Աստծո փափագը չունեցավ, ինքը ապագա ունի։ Ու այդ ապագան Աստվածաշունչն ասում է որտեղ է։ Եսայի 5-րդ գլուխը կարդանք 11-րդ խոսքից. Վայ նրանց, որ առավոտած կանուխ վեր են կենում եւ ցկի հետևից վազում։ Ցկին օղի է։ Օղի հետևից վազում։ Ուշանում են իր գունը, որ գինին նրանց տաքացրել է։ Եվ լինում է քնալ ու տավիղ, թմբուկ ու սրին եւ գինի նրանց խնջույքներում է։ Բայց Տիրոջ արածներին մտիկ չեն տալիս եւ նրա ձեռքի գործերը չեն տեսնում։ Նրա համար իմ ժողովուրդը տգիտությունիցը գերի է ընկնում։ Եվ նրա փառավորները սովածանչ մարդիկ են լինում եւ նրա բազմությունը տոչորված է ծառայությունից։ Մարդիկ այսօր կարող են փափագել ինչ է գինի, նողի, մարդկային հաճույքներ, ինչ է խոսում սրինքը, երաժշտությունը եւ այլն։ Հիշում եք ավետարանում միտեղ ասում է Հիսուսը, նորի ժամանակներն էլ մարդիկ ամուսնանում էին, հարսանիք անում, մարդիկ գնում եւ այլն, մեկ էլ հոպ մի օր անձրև մեկա։ Չարի վրա, մեկ էլ հոպ ալպես մեկա։ Սիրելիներս, այսօր եկեղեցին 21-րդ դարի նույն տապանը։ Մենք կառուցում ենք այդ տապանը, որ երբ որ հոպ անձրևները կան, մենք տեղ ունենք, որտեղ ապահովված ենք։ Ու տեսեք, մարդիկ ասում է, ուշանում էին, որովհետև
գինի կար, որովհետև արթուն չէին, որովհետև հարբած էին։ Որովհետև հարբած ես դու չես կարող արթուն դատել։ Դու չես կարող զգոն լինել Աստծո խոսքին։ Դու չես կարող զգոն լինել, որ դու ծարավ ես Աստծուն։ Ու տեսեք 14-րդ խոսքը։ Ես ընդունում եմ այս խոսքը ու շատ եմ վախեցած, որ ես չեմ ուզում։ Չեմ ուզում, անկեղծ եմ ասում։ Դրա համար դժոխքը կլայնացնել իրան բերանը, կլայնացնի իրան և իր բերանը անչափ կբանը։ Կլայնացնի իրան, այսինքն տեղը կշատացնի ու բերանը կմեծացնի։ Եվ նրա մեջ կիջնեն նրա պարծանքն ու բազմությունը և նրա աղաղակն ու զվարճությունը։ Այդ մարդկային ինչ-որ փնտրտուքներ կային, այսինքն այն ծարավները, որ մարդկային զվարճանքներ էին մարդուն հագեցնելու համար, դժոխքը իր ոնց ասես փորը մեծացրել է ու բերանը լայն բացում անհասկանալի համար։ Խնդիր չկա։ Ես չեմ վախեցնում, բայց ես ուզում եմ սիրելիներս, որ դուք զգոն լինեք։ Ես ուզում եմ, որ այսօր մենք սթափվենք, սնվենք, ջրվենք, կերակրվենք Աստծո բերանով, որպեսզի վաղը մենք դժոխքի փայ չլինենք։ Հիմա տեսեք, ես այն 44-րդ գլխում ինչ ասում, հենց առաջի խոսքից։ Հիմա ես երբ որ կկարդամ, ես կասեմ իմ անունը, հա, բայց ես ուզում եմ, որ դու, եթե դու հավատում ես, այս խոսքերը դու հռչակես հիմա հոգևոր աշխարհում, քո անունը կտեղ։ Եվ հիմա ականջ դիր, ով իմ ծառա Արսեն, դու ասա քո անունը։ Եվ ով կյանքի խոսք եկեղեցի, Բորդոյում, որին ես հավանել եմ, այսպես է ասում Եհովան, քեզ ստեղծողը, քեզ արգանդից կազմողը, որ քեզ օգնում է, մի վախենար, ով իմ ծառա Արսեն, և ով կյանքի խոսք եկեղեցի, որին ես հավանել եմ, որովհետև ջուր պիտի թափեմ ծառավի վրա և հեղեղներ չորության վրա, ես պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վրա և իմ օրհնությունը քո զավակների վրա, և նրանք պիտի ծլեն խոտերի մեջ, ինչպես ուրինները ջրերի վտակների մոտ, սա պիտի ասե, ես Տիրոջն եմ, նա պիտի Արսենի անունովը կոչվի, և մյուսը իր ձեռքով պիտի գրել, Տիրոջն եմ ես, և կյանքի խոսքի անունովը պիտի մականունվի։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Սիրելիներս, Աբրահամը Աստծո իրավունքները պահելով իր կյանքի մեջ, Աստծուն ցույց է տալիս, որ ինքը փափագ ունի արդարության։ Հասկանում եք, Ղովտը արդար ապրում էր, այսօր շատ կա, գիտեք, շատ են հանդիպում մարդկանց, ովքեր ասում են, ինչ եմ անում, որ մեկի հավին եմ քշացել։ Ես ճանճ չեմ սպանում ինձ։ Մարդուն ապրող, արդար ապրող մարդ եմ։ Ղովտն էր արդար ապրում։ Գիտեք, Ղովտը այնքան արդար էր ապրում, որ Աստված երբ որ Աբրահամի մոտ էր, ասում է, իմ ընկերոջիցս ինչ թաքցնեմ, Վերադառնանք 18-րդ գլուխ Ծննդոցի։ Ընկերոջիցս ասում է, ինչ թաքցնեմ, արի իրան ասեմ իմ ծրագրերի մասին Սոդոմ Գոմորի համար։ Ասում է, գիտես, որովհետև Սոդոմ Գոմորը աղաղակ բարձրացրեց ու շատ մեղք արեց, ես իրան վերացնելու եմ։ Ես վերացնելու եմ իրան։ Աբրահամը ասում է, Տեր, միթե 50 արդար չկա այդ քաղաքի մեջ, որի համար արժի պահես։ Հասկանում ես,
դիալոգի մեջ համատնում, Աստծու հետ։ Գիտես, երբ որ դու փափակ ունես, երբ որ դու այդ ծառան ունես ու ամեն անգամ Տերը քո ծառավը լրացնում է, էսի քո մեջ գիտեք մի հատ սենց ներքին իրավունք է բարձրացնում, ներքին պարտականություն է բարձրացնում քո մեջ, որ դու կարողանաս քո Աստծո առաջ կանգնես ու ասես. Տեր, ես չեմ համաձայնում, այս պահը սենց պետք չի լինի։ Գիտես թե, որովհետև գիտի դու իրան հավատում ես, որովհետև գիտի դու իրան կարիք ունես, իրանից կախված ես, ինքն է քեզ թրջողը, ինքն է քեզ ստերագրողը, ինքն է քեզ մտցնողը, դրա համար որ դու այդքան կախվածություն ունես իրանից, դա քեզ իրավունք է տալի, որ դու ոչ թե հակաճարես, այլ խոսակցության մեջ մտնես։ Աստվածին, ոնց անեմ ես պահը։ Ինչ կլինի, այս պահը օգնի, էսենց անցնեմ, ընենց Աբրահամ ասում, միթե 50-ից 5 պակասը, 45 հոգու համար էլ Աստված ասում է չեմ կոտորի Սոդոմ Գոմորը։ Գիտես, Աբրահամ իջավ, այնքան խոսակցության, հասկանում եք, էսի մի 3 վարդան են կարդում, 3 րոպե են կարդում այս բառերը, բայց էդի ժամանակը հասկանում եք, Աբրահամը նորից շարունակեց խոսալ, որովհետև դրա իրավունքը Աստված տվել է, որովհետև Աստված տեսել է ոնց է ինքը փափագում իր որդիներին սովորացնի, ինչը սովորացնի, ինչը որ ինքը ունի, Սիրելիներս, Ղովտ արդար, բայց Աստված իր այդ ոչ հիմա չխոսած։ Ու գիտես, երբ որ հրեշտակներն եկան Ղովտին ասիների, միջև վերջել ասում ես չէ չի, կպած է աշխարհի բաներից։ Ասում է հետը մոտ գնամ կողքի քաղաք, ասում են էլ է վարվում, ասում է լավ գոնես արել, հասկանում եք, թող, եթե դու այդքան լավ մարդ ես, կարաս մի անգամ Աստծուն հարցնես, լավ Աստվածին, ուր գնամ, ինչ անեմ, ոնց անեմ, այս անարդարության մեջ, որ ես ինձ արդար պահում եմ, մաքուր պահում եմ, որ կողմ գնամ, դու ոնց կուզես, որ ես անեմ, հասկանում եք, էլի մարդկային իր ոնց ասած արժեքները խոդի տվեց ու էլի փնտրեց ճանապարհ, որ առանց հարցնելու էր Աստծո կամքին, առանց ծարավի էր Աստծո, հա, սենց ասենք, ինչ, հայտարարություն, հա, կիների իրան զորով հանեցին, բայց սիրտը մնաց քաղաքում, ինչ արեց այդ սիրտը քաղաքում, որ մնաց, քարի արձան, դրա համար Տերը, որ հանում է քեզի, սիրելիս, որ քեզ ստանում է փառավորության, որ դու արդար ես, որ դու այսօր արդարության մեջ ես, այսօր դու քո բարի գործերի, անարատ, մաքուր, սուրբ գործերի կյանքի մեջ ես, ու որ քեզ Տերը միտեղ տանում է, որ պոկում է, մի նայի հետ։ Սիրտը Տեր բեր։ Սիրտը Տեր բեր։ Հալելույա։ Միասին ենք սիրելիներս, շուտով կվերջացնենք, Հովհաննեսի 4-րդ գլուխը, կներեք, այս միկրոֆոնով, Հիսուսը պատասխանեց 4-րդ գլուխ 10-րդ խոսքից, Հովհաննեսի 4-րդ գլուխ 10-րդ խոսք։ Սիրելիներս մեր Տեր Հիսուսը աշակերտների հետ տեղ էր գնում, հասան Սամարիա, այդտեղ մի ջրհոր կար, որ Հակոբն էր օրեր այդ ջրհորը, Աբրահամի թոռը Հակոբը։ Հակոբի թորած ջրհորի մոտ նստեց Հիսուսը աշակերտներին ասեց գնացեք ուտելու բան բերեք, քաղաքից ու մեկ էլ մի կին եկավ, այդ ջրորից մի սամարացի կին, սամարացիները այսպես ասեմ, սիրելիներս, ոնց որ
ոնց որ հրեաների հետ նրանք ոնց որ մուսուլմանները, հա, ոնց որ պաղեստինցիները ու սամարացիները ոնց որ նույն մարդիկ են։ Իրանք իրար հետ այդպես պապիկական ներկայացի ինչ-որ թշնամություն կար, ասում են հրեաները չեն շփում սամարացիների հետ եւ այլն։ Ու Հիսուսը այս սամարացի կնոջը ասում է ինձ ջուր տուր։ 4-րդ 10-րդ խոսքը։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Եթե Աստծո պարգևը գիտենայիք, եւ թե ով է նա, որ քեզ ասում է, թե դու ինձ խմել, ապա դու նրանից կխնդրեիր, եւ նա կենդանի ջուր կտար քեզ։ Եվ կինը նրան ասեց. Տեր, դու ջուր չունես։ Եվ հորը խոր է, ապա որտեղից ունես կենդանի ջուրը։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. ամեն այդ ջրիցը խմողը դարձյալ կծարավի, բայց ով որ խմի այն ջրիցը, որ ես կտամ նրան, նա հավիտենական չի ծարավի։ Այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում եւ հավիտենական կյանքի համար կբխե։ Կինը նրան ասեց. Տեր, տուր ինձ այդ ջուրը, որ չծարավեմ եւ չգամ այստեղ ջուր հանելու։ Հիմա տեսեք, Տեր Հիսուսը նստած է ջրորի կողքը, սամարացի կինը գալիս է ջուրը քաշի, ասում է մի քիչ ջուր տուր խմեմ։ Այս կինը ասում է, բայց դուք հրեաները սամարացիների բանի տեղ չեք գնում, չէ՞, շատ վատ հարաբերությունների մեջ ո՞նց ես ինձանից ջուր ուզում։ Ոնց որ ոչ մերժում է, ոչ էլ համաձայնվում է դա, հա, ասենց ասենք, մեկ էլ Տեր Հիսուս ասում է լսի, ես ունեմ քո համար կյանքի ջուրը։ Այսօր շատերս այս սամարացի կնոջ նման, այ հանդիպել ենք Տեր Հիսուսին, հանդիպել ենք կյանքի ջրերի, ու ասենց ոչ ուզում ենք Հիսուսին, ոչ էլ չենք ուզում Հիսուսին, ոչ ուզում ենք կյանքը հավիտենական, ոչ էլ հրաժարվում ենք, հասկանում եք, ոչ կպտում ենք հավիտենական կյանքին, ոչ էլ ուզում ենք սենց կտրվենք հրաժարվենք, էլի, այս սամարացի կնոջ նման ասում, Հիսուս ասում, ստոպ ասում, եթե իմանայի ով է քեզանից ջուր ուզում, դու իրանից ջուր կուզեի, որ ասում է հավիտենական կյանքի ջուրը։ Այսօր սիրելիներս, մենք մեր հոգսերի մեջ, մեր կյանքի առօրյայի կենցաղի մեջ շատ ժամանակ հասկանում եք, Հիսուսը մեզանից հոգևոր արժեքներ, հոգևոր ինչ-որ ձեռքբերումներ, հա, հոգևոր ինչ-որ նշանակություններ, ու մենք ասում ենք, դու սկի սափոր չունես, ոնց ես այդ ջուրը հանելու տաս ինձի, հասկանում եք, սիրելիներս, եկեք մի քիչ փորձենք մեր տեսանկյունը փոխենք, հա, մեր տեսանկյունը փոխենք այն տեսանկյունով, թե որ տեսանկյունով, որ Հիսուսն է նայում, որ Աստված է տենում մեզ, ինչի մեջ է Աստված մեզ տենում, ինչի մեջ է ուզում տենա մեզ Աստված, ինչի մեջ է ուզում առաջնորդի մեզ Աստված, ասում է, ես քեզ կտամ կյանքի ջրերը, որ հավիտենական կյանք է բխում։ Այսօր սիրելիներս, եթե դուք այսօր խմում եք կյանքի ջրերը, որ Հիսուսն է ձեզ տվել, իմացեք այսօր այդ ջրերը ձեզանով կարան բխեն ու դուք կարաք ուրիշին տալ, որ ուրիշներն էլ խմեն այդ ջրերը եւ կյանք ունենան։ Հետո այս կինը, որ ասում է, Հիսուսը ջոկում արդեն ինչ-որ էլի եկավ կենցաղային բաների հետևից, ասում է գնամ արդյոք կանչի։ Ու հետո պատմությունը ցանկություններ կկարդալ, հրաշք անում, փրկվում են մարդիկ, փառք Հիսուսին, հասկանում եք, էլի բացվում է Հիսուսը, որտեղ որ փափակ կա այդտեղ։ Հալելույա։ Հովհաննեսի 6-րդ գլխի 35-րդ խոսքում Հիսուսը զորավոր մեր Տեր Հիսուսը մի ասենց բան է ասում. Ես եմ կյանքի հացը, ինձ մոտ եկողը չի սովի եւ հավատացողը երբեք չի ծարավի։ Ուզում ես կյանքից հագեցած լինես, ուզում ես կյանքը իրոք վայելես, ուզում ես կյանքի արժեքները իրոք ճանաչես, խնդրեմ, ուզում ես կյանքիդ մեջ սով չզգաս, խնդրեմ Տեր Հիսուսը քեզ հաց, խնդրեմ Տեր Հիսուսը քեզ հաց, խնդրեմ Տեր Հիսուսը քեզ ջուր, կյանքում ոչ ծարավ կունենաս, կյանքում ոչ
անբավարար չես լինի։ Բավարարվածություն կունենաս ամեն ինչում։ Ուզում եմ վերջի խոսքը, վերջի տեղերը կարդանում ենք, կանգնենք Սուրբ Հաղորդության։ Գիտեք, հայտնության վերջի գրքում, միջև որ ես կկարդամ այս խոսքերը կխնդրեմ, որ Փառաբանության թիմը բարձրանա, մի հրաշալի երեկո ունենք այսօր, սիրելիներս Սուրբ Հաղորդություն ենք անելու երկրպագության մեջ։ Հայտնության 22-րդ գլխի 12-րդ խոսքից։ Նայեք, Տեր Հիսուսը ինձ ու քեզ նամակ է ուղարկում, ինձ ու քեզ հռչակագիր է ուղարկում, ինձ ու քեզ պատասխան է ուղարկում, ինձ ու քեզ կոչ է ուղարկում։ Տեր Հիսուսը այս բառերը ասում է այսօր քեզ, որ դու այստեղ ես գտնվում։ Կապ չունի քո անունը ինչ է, կապ չունի քո ազգանունը ոնց է, կապ չունես քանի տարեկան ես, կապ չունի ոչ մի բան։ Դու մարդ արարած ես, ունես ականջներ և լսում ես այս երեկո։ Ահա շուտով գալիս եմ, Տեր Հիսուսն ասում, և իմ վարձքնից հետ է։ Վարձք ունի Տեր Հիսուսը, որ գալիս է, վարձք ունի։ Որ ամեն մեկին կհատուցանեմ, ինչպես իր գործը կլինի։ Ամեն մեկին կհատուցանեմ, ինչպես իր գործը կլինի։ Ես եմ Ալֆան և Օմեգան, սկիզբը և վերջը, առաջինը և վերջինը։ Երանելի են նրա պատվիրանքները պահողները, որ նրանց է կլինի իշխանությունը, կյանքի ծառի վրա։ Եվ քաղաքի դռնովը ներս կմտնեն։ Կյանքի ծառը գիտեք որն է, սիրելիներս։ Այս կյանքի ծառի մասին խոսում է Աստվածաշնչի առաջի գիրքը, Ծննդոցի մեջ։ Այն կյանքի ծառն է, որ քերովբերներին Աստված դրեց, որպեսզի Ադամն ու Եվան չգնան այդ կյանքի ծառից ջուտան։ Որտեղ այդ կյանքի ծառի պտուղը որ ուտեին, նրանք կանմահանային։ Բայց Տեր Հիսուսը տեսեք, ասում է նրանցն է կյանքի ծառի օգտվելու իրավունքը, իշխանություն կլինի նրանց կյանքի ծառից օգտվելու։ Ով է ուզում է ծառի օգտվել։ Քո համար է ծառը։ Ու քաղաքի դռնովն ես ներս մտնելու։ Խոսում է նրա մասին, որ պատվավոր անձ ես դու։ Բայց դուրսն են շները, տեսեք ուրիշ մարդկանց մասին էլ է խոսում, որ կան նաև մերժվածներ, սիրելիներ։ Կախարդները, պոռնիկները, սպանողները, տրապաշտները և ամեն ստություն սիրողն ու գործողը։ Մարդ կա, որ մերժված է կյանքի ծառից։ 16-րդ խոսքը։ Ես Հիսուսս իմ հրեշտակն ուղարկեցի, որ վկայեց ես այս բաները եկեղեցիների մասին։ Ես եմ Դավթի արմատը և սերունդը և առավոտյան պայծառ աստղը և հոգին և հարսն ասում են եկ և լսողն ասե եկ և նա որ ծառապ է թող գա և նա որ կամենում է թող առնե կյանքի ջուրը ձրի։ Ամեն։ Ամեն, սիրելի եկեղեցի։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Ամեն։ Պատրաստեք։ Սիրելի եկեղեցի, միջև որ կորտնենք գինին և հացը, ես կխնդրեմ, որ ոտքի վրա կանգնենք։